Ողջույն բոլորին, ձեզ հետ Գևորգն է եւ ավարտվեց 2025 թվականը Հայաստանի ազգային հավաքականի համար։ Ես նկարահանում եմ տեսանյութը Պորտուգալիայի դեմ արտագնահ խաղից անմիջապես հետո, 30-40 րոպե դադարից հետո որոշեցի նկարահանեմ տեսանյութ ու ամփոփեմ 2025 թվականը Հայաստանի հավաքականի համար։ Իրականում շատ ցավալի ավարտ ունեցանք, Պորտուգալիան հաղթեց, ինչպես արդեն գիտեք, 1-9 հաշվով, կրկնվեց մեր հակառեկորդը, երրորդ անգամ արդեն մեր պատմության մեջ մենք բաց ենք թողնում 9 գնդակ, եթե մեկ խաղով, նայենք, եթե նայենք ընդհանուր համագումարով, ապա 4-րդ խաղն է, 4-րդ դիմակայությունը, որտեղ մենք 9 գնդակ ենք բաց թողում։ Շատ ցավալի պարտություն էր իրականում, բայց սպասելի համենայն դեպս, որ խոշոր հաշվով է ավարտվելու, բայց ես ինչպես գրեցի իմ Telegram-յան ալիքում, պետք չէ ամբողջական ցիկլը կոնկրետ Եղիշե Մելիքյանի գլխավորած Հայաստանի հավաքականի վերագրել կոնկրետ այս պարտությունը ու ասել, որ ամեն ինչ անհաջող էր։ Այո, մենք զբաղեցրեցինք վերջին հորիզոնականը, բայց դրական նշույլներ ինչ որ հարցերում ես փորձում եմ նկատել։ Այնպես որ ես խոսելու եմ այս տեսանյութում դրանց մասին, այն չի լինելու շատ երկար, եթե դուք մտածում եք, որ մենք շատ երկար տեսանյութ ենք ունենալու, ապա ոչ, որովհետև իրադարձություններն են զարգացել այնպես, որ խոսելու քիչ բան ունենք, բայց փորձեմ կիսվել ձեզ հետ այն էմոցիաներով, որը ես ունեցա 2025 թվականին ու այն, ինչը ես այլևս չեմ ցանկանա տեսնել։ Այնպես որ եթե ձեզ դուր գա այս տեսանյութը, բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, հետևեք ինձ սոցիալական հարթակներում, Instagram-ում, Telegram-ում հատկապես, որտեղ մենք շարունակում ենք աճել, շարունակում ենք մեծանալ, այնտեղ գրառումները շատ են լինում, շատ տարբեր հարցերի շուրջ, սկսած հայկական ֆուտբոլից վերջացրած մինչև միջազգային տարբեր հանդիպումներ, այնպես որ ձեզ սպասում եմ այդ սոցիալական հարթակներում, ձեզ սպասում եմ այստեղ, քննարկենք Հայաստանի ազգային հավաքականը, տխուրն ավելի շատ է, քան ուրախը։ Մենք բոլորս էլ դա հասկանում ենք, բայց նույնիսկ այդ տխուրի մասին չխոսել իհարկե չի լինի։ Դե ինչ ընկերներ, կարծում եմ սկսենք ամփոփել 2025 թվական Հայաստանի ազգային հավաքականի համար, այն չսկսվեց դրական նոտայով եւ այն չավարտվեց դրական նոտայով։ Խոսենք կոնկրետ աշխարհի առաջնության որակավորման փուլից, որտեղ մենք զբաղեցրինք վերջին հորիզոնականը վաստակած 3 միավորով, դրանից հետո մեզ հաջորդեց Հունգարիան, հետո Իռլանդիան եւ արդեն առաջին հորիզոնականում Պորտուգալիան։ Հունգարիա-Իռլանդիա հանդիպումը ընդհանրապես ինչ որ մի հատ թրիլերային սցենար ստացավ, որտեղ, եթե չեմ սխալվում, 1 էր, հետո 2-1 դարձավ, Հունգարիան հաղթում էր, գրեթե բոլոր շանսերը Հունգարիայի կողմն էին, որպեսզի իրանք փլեյոֆով դուրս գան աշխարհի առաջնություն, բայց Փերոթը Իռլանդիայի հավաքականի կարողացավ նախորդ խաղում դուբլ ձևակերպել Պորտուգալիայի հավաքականի դեմ հաղթելով պորտուգալացիներին, իսկ Հունգարիայի դեմ խաղում ընդհանրապես հետրիկ գրանցեց ու դուրս բերեց Իռլանդիայի ընտրանուն փլեյոֆ։ Խոսենք մեր հավաքականից, ինչպիսի սցենար ունեցավ 2025 թվականը Հայաստանի ընտրանու համար, ու ես խոսում եմ միայն ազգային հավաքականի մասին, ինչու միայն ազգային հավաքականի, որովհետև երիտասարդական հավաքականում ու մինչև 19-ների հավաքականում ոչ մի փոփոխություն այդպես էլ չկա, մեր ընտրանիները շարունակում են մնալ շատ ավելի թույլը, քան մրցակիցները, 26-րդ անընդմեջ խաղում 21-երի հավաքականը չի կարողանում հաղթել, նույն աղետալի իրավիճակը նաև 19-ների հավաքականի մոտ է, որը անցկացրեց մրցաշար Եվրոպայի առաջնության ընտրական փուլում, բաց թողեց 14 գոլ, չխփեց ոչ մի հատը, այնպես որ խոսել այդ թիմերի արդյունքների մասին ուղղակի անմիտ է, որովհետև խոսելու բան որպես այդպեսին չկա էլ։ Հայաստանի հավաքականը սկսեց իր պայքարը աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու համար նոր գլխավոր մարշչով, բոլորս էլ գիտենք, թե ինչ պատմություններ տեղի ունեցան նախկինում, մարտին, երբ Հայաստանի հավաքականը ազգերի լիգայի չեմ ուզում ասել ընտրական փուլ, բայց այդ անցումային խաղում, որտեղ պետք է որոշվեր ով է հանդես գալու B դիվիզիոնում, ով է խաղալու C դիվիզիոնում, մրցեց Վրաստանի հետ, Վրաստանի դեմ խաղում մենք պարտվեցինք ընդհանուր 9-1 հաշվով։ Դրանից հետո բոլորս էլ հիշում ենք ինչ տեղի ունեցավ, մեծարգո պարոն Արմեն Մելիքբեկյանը վերցրեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն Վանցխիպին, որը կարծում եմ առ այսօր նույնիսկ չի հասկանում, թե ինչպես նա հայտնվեց Հայաստանի ազգային հավաքականում, ինչ պատմություն այնտեղ ունեցավ, եւ Վարազդատ Հարոյանին, այդժամ թիմի ավագին,
վերցրեց մարդկանց, որոնք այս պայի դրությամբ ոչ միական կապ չունեն Հայաստանի հավաքականի հետ ու գործող ու ներկա արդյունքների համար ոչ մի պատասխան չեն կարող տալ։ Մեկը այլևս չի աշխատում Հայաստանի հավաքականում, մյուսը այլևս չի խաղում Հայաստանի հավաքականում։ Բայց բոլորս էլ հիշում ենք ինչ տեղի ունեցավ, երեքը հանդես եկան հայտարարությամբ, պարոն Մելիքբեկյանը նշեց, որ նման հաշիվ խոստանում է, որ այլևս չի կրկնվելու եւ Հայաստանի հավաքականը խաղային աղետի մեջ չի հայտնվելու ու որ մենք գնալով ավելի պրոգրես ենք ապրելու, քան կոնկրետ այդ հանդիպումը։ Եթե նայում ենք ժամանակագրությամբ, իրադարձությունների ժամանակագրությամբ, ապա կարծես թե ինչ որ ճիշտ քայլի գնաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, բայց միառժամանակ այդ ամենին հետևելով տեսնում ես, որ այդ քայլը, որը եղավ նշանակելով գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանին, դա ճարահատյալ քայլ էր, դա ժողովրդի խոսքի ճիճն էր, որպես այդպիսին ու այլ տարբերակ այլևս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չուներ, քան նշանակել Եղիշե Մելիքյանին գլխավոր մարզիչ։ Ինչու, որովհետև ոչ մեկ անգամ մենք տեսանք, որ արտասահմանցի մարզիչը չի աշխատում, հա, չի կարողանում լեզու գտնել ֆուտբոլիստների հետ, մոտիվացիայի խնդիր կա, խաղային ասպեկտներում շատ թույլ է եւ այն մարզիչները, որոնք եկել են Հայաստանի ազգային հավաքական, չունեին ինչ որ մի հատ նպատակ ավելի բարձր նշաձողի հասնելու իրենց կարիերայում, այլ անցկացնում են իրենց կարիերայի վերջին տարիները, եկել էին գումար աշխատելու, բոլորս էլ դա հասկանում ենք, թե Կապարոսը, թե Պետրակովը եւ առավել եւս Ջոն Վանցխիպը ուղղակի եկել էին անցկացնելու իրենց վերջին շրջանը որպես գլխավոր մարզիչ ֆուտբոլի կարիերայում։ Հետո նշանակվեց Եղիշե Մելիքյանը ու մենք բոլորս էլ միանգամից հասկացանք, որ այնպիսի արագ ու սպոնտան որոշում էր դա ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից, որ կոնկրետ այս ցիկլում, հա, աշխարհի առաջին որակավորման փուլի ցիկլում սпасել մեծ արդյունքի Հայաստանի հավաքականից իհարկե պետք չէ։ Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ մենք որակապես զիջում ենք երեք մրցակիցներին էլ ու մենք ուղղակի պետք է փորձենք տալ առավելագույնը խաղադաշտում հնարավորինս, չգիտեմ, լավ արդյունք գրանցելու համար։ Ցիկլը սկսվեց Պորտուգալիայի դեմ խաղով, Եղիշե Մելիքյանի պաշտոնական առաջին հանդիպումը Պորտուգալիայի դեմ էր ու հավատացեք, եթե խոսում ենք մենք կոնկրետ Պորտուգալիայի դեմ հանդիպումները, ապա Հայաստանի հավաքականը հայտնվեց շատ սխալ տեղում, շատ սխալ պահին, ինչու, որովհետև նախ առաջին խաղում Պորտուգալիան պետք է իրեն ցույց տար, որ ինքը ֆավորիտ է, Պորտուգալիան պետք է վստահ հաղթանակով սկսեր, Պորտուգալիան պետք է շատ գոլ խփեր, որ հետո գոլային տարբերությունների հարցում խնդիր չունենա ու դասավորվեց այնպես, որ աստղերը եկան Երևան, աստղերը փայլեցին ու հաղթեցին 5-0 հաշվով։ Ոչ մի խնդիր չկար այդտեղ ազգային հավաքականի հետ կապած, ոչ ոք հարցեր չուներ, բոլորս էլ հասկանում էինք, որ այդպես էլ պետք է լինի։ Իսկ երկրորդ հանդիպումը, այո, ես որպես ֆուտբոլային երկրպագու ընդունում եմ, որ կապ չունի թե ինչ մակարդակի թիմի դեմ ես դու խաղում, կապ չունի թե որակապես ինչ տարբերություն կա ֆուտբոլիստների թիմի, մարզչական շտաբի կամ ընդհանրապես ֆուտբոլային մշակույթի մեջ տարբեր մրցող երկրների պարտվել 8 գոլի տարբերությամբ, իհարկե դա անընդունելի է, իհարկե դա աղետ է, այդպես չպետք է լինի, բայց նաև պետք է պատրաստ լինել այն ամենին, որ դու խաղում ես երիտասարդ կազմով, դու խաղում ես ֆուտբոլիստներով, որոնք ճնշում որպես այդպեսին շատ չեն զգացել, նույնիսկ Էդուարդ Սպերցյանը, նույնիսկ Նաիր Տիկնիզյանը չեն զգացել մակարդակի առումով այն ճնշումը, որը զգում են օրինակ Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստները յուրաքանչյուր խաղին։ Մենք դուրս եկանք Պորտուգալիայի դեմ, մենք փորձեցինք խաղալ մեր ֆուտբոլը կամ փորձեցինք հիմնվել մրցակցի ֆուտբոլին գտնելով թույլ կողմեր խաղալ այն ինչը մենք կարող ենք անել, ստացվեց երևի թե 15 րոպե ու եղավ այն ինչ եղավ, մենք բաց թողեցինք 9 գոլ, մեկը մյուսից գնալով նվանվում էր Զավեշտի 2-11 մետրանոց, մեկ սքանչելի Տուգանային Ժաու Նևեշի կողմից։ Շատերը ես արդեն կարդացի բանում մեկնաբանություններում, որ մեղավորներ են փնտրում, հա, եթե չլիներ Արտուր, մեկը գրել էր, եթե չլիներ Արտուր Սերոփյանի սխալ փոխանցումը խաղադաշտի կենտրոնից դեպի Հենրի Ավագյանը, ապա մենք կարող ենք նույնիսկ ոչ ոքի խաղալ։ Դա ուղղակի դա մի մարդկանց խումբ է, որոնք կարծիք են արտահայտում առանց ինչ որ կերպ հասկանալու, թե ինչ է ֆուտբոլը, նախ եւ առաջ, եւ երկրորդը, որ չեն գիտակցում ու չեն տարբերակում
այն ինչ կատարվում է իրականության մեջ եւ այն ինչ կա իրենց իրականության մեջ, այսինքն եթե նույնիսկ Արթուր Սերոփյանը չկատարեր սխալ փոխանցում, եթե նույնիսկ մինչեւ 30, 35, 40-րդ րոպե մենք ինչ որ հրաշքով պահեինք ոչ ոքի հաշիվը, ապա մենք չէինք կարողանա դիմադրել Պորտուգալիայի հավաքականին այդքան շատ։ Ընկերներիս, եթե թիմը անընդհատ գրոհում է, իսկ մյուս թիմն անընդհատ պաշտպանվում է, դա մինիմալացնում է մրցակցի սխալները ու ավելացնում պաշտպանվող թիմի սխալները, այսինքն վաղ թե ուշ մենք ինչ որ մի իրավիճակում ոչ թե անհատապես, այլ գուցե մարտավարորեն, գուցե դիրքային սխալ մենք թույլ կտայինք ու Պորտուգալիան իր խփելունը կխփեր ոչ մեկը, ոչ երկուսը եւ ոչ էլ երեքը, այնպես որ օրինաչափ է տեսնել խոշոր հաշիվ լուսատախտակին, բայց ես ասում եմ 9 գոլ բաց թողնել մեղմ ասած ընդունելի չէ։ Դա ես նույնը ասել եմ Նորվեգիայի դեմ խաղում, ես նույնը ասել եմ Իտալիայի դեմ խաղում եւ առավել եւս Վրաստանի դեմ խաղում, ես ներկա եմ Վրաստանում կայացած հանդիպմանը ու ես ավելի մեծ ամոթ երևի թե կոնկրետ 2025 թվականին չէի ապրել, որը ցավոք սրտի ապրեցի։ Ինչևէ, եթե չչափենք Պորտուգալիայի հանդիպումները ու գնահատական տանք Եղիշե Մելիքյանի կատարած աշխատանքին, ապա դրական կողմեր իհարկե կարելի է նկատել։ Նախ այն, որ վերջին երևի թե 15-20 կամ ասենց պարզ ասեմ Վարդան Մինասյանի ոսկե թիմից հետո առաջին անգամ ես տեսնում եմ հավաքական, որտեղ վստահում են խնդիրներ, վստահում են մեկնարկային կազմում տեղեր ֆուտբոլիստների, որոնք հանդես են գալիս Հայաստանի առաջնությունում։ Հա մի շարք ֆուտբոլիստներ կոնկրետ այս խաղում մեկնարկային կազմում են հենց Հայաստանի առաջնությունից Հենրի Ավագյան, Էրիկ Փիլոյան, Սերգեյ Մուրադյան, այնտեղ նորամուտը նշեց Կարեն Ալբանդյանը, նորամուտը նշեց Նարեկ Աղասարյանը, Արթուր Սերոփյանը, Արայիկ Էլոյան, մի խոսքով մի շարք խաղացողներ, որոնք ինչ որ չափով հարցեր փորձում էին լուծել խաղադաշտում, որոնք Հայաստանի առաջնությունից էին։ Ու դա իհարկե շատ գովելի է, որ եթե մենք երկար ժամանակ ուշադրություն ենք դարձնում, թե ովքեր կան արտասահմանում, հա Սփյուռքում ինչ ֆուտբոլիստներ կփորձեն արտադրել Հայաստանի հավաքականի համար, հայկական ֆուտբոլի համար տարբեր մարզադպրոցներ, որոնք ոչ մի կերպ կապ չունեն հայկական ֆուտբոլի զարգացման հետ, ապա այս պայդրությամբ մենք ուշադրություն ենք դարձնում թիմերին, որոնք իրոք փորձում են տալ հայկական ֆուտբոլին լավ ֆուտբոլիստներ եւ հենց այդ ֆուտբոլիստներից փորձում են օգտվել ինչ որ մի կերպ։ Դա իհարկե գովալի է, դա միանշանակ Եղիշե Մելիքյանի փիլիսոփայությունն է, դա Եղիշե Մելիքյանի ու նրա մարզչական շտաբի կատարած աշխատանքն է։ Պետք է փաստել նաեւ այն, որ Եղիշե Մելիքյանը երկար ժամանակ է աշխատում է Հայաստանի առաջնությունում, ինքը գիտի բոլոր հայ ֆուտբոլիստներին, ինքը գիտի ով ինչի է ընդունակ, ով ինչ կարող է տալ խաղադաշտում ու կապ չունի թե ինչքան ֆուտբոլից հասկացող մարդիկ կան, որ գրում են լավ դե Շիրակի ու Գանձասարի դեմ լավ խաղացող ֆուտբոլիստներին ինչի են կանչում հավաքական, իրանք ինչ պիտի անեն հավաքականում, հազար ներողություն իսկում պետք է կանչեն, պետք է գուցե կանչեն Կովալենկոին, պետք է գուցե կանչեն Ծառուկյանին, պետք է գուցե կանչեն այլ ֆուտբոլիստների, որոնք իհարկե կտրվեն ամբողջությամբ Հայաստանի հավաքականին ու շատ ավելի հզոր ֆուտբոլիստներ են, քան Հայաստանի առաջնությունում հանդես եկող տղաները։ Ճիշտ է, պետք է ուշադրություն դարձնել Ֆենելին, պետք է ուշադրություն դարձնել Ռուսաստանի առաջնությանը, գնալ ամերիկյան ինչ-որ թիմերից գտնել հայկական արմատներով ֆուտբոլիստի կամ մեկին, ում ազգանունը ավարտվում է Յան, փորձել գտնել արմատական ինչ-որ կապեր Հայաստանի հետ բերել հավաքական, որ հետո նրա բացակայությունից հետո ասել, գիտեք, ինչ կա այդ ֆուտբոլիստը գնաց, մենք իրան փոխարինող ընդհանրապես չունենք։ Դա է իրականությունը, ու ես Երբ որ խոսում եմ դրական կողմերի մասին, ես պետք է նաև նշեմ, որ այն ֆուտբոլիստները, որոնք հանդես են գալիս հիմա Հայաստանի հավաքականում, ամբողջությամբ հարգում են Եղիշե Մելիքյանին, ամբողջությամբ հարգում են Եղիշե Մելիքյանի կայացրած որոշումները, մարտավարորեն, մոտիվացիայի առումով եւ այլն, ու դա նկատելի է։ Դա իրոք նկատելի է, որքան էլ ծանր թվա, որքան էլ հիմա դուք նայեք մրցաշարային աղյուսակին կամ մեր գրանցած արդյունքներին, հա հիմա հանգիստ կարող եք ասել, որ չգիտեմ, հավստահում են, հավատում են, բայց նայում ես մրցաշարային աղյուսակին, վերջին տեղն ենք զբաղացրել, խփել ենք 3 գոլ, բաց ենք թողել 18 կամ 19, տենց մոտավոր թիվ եմ հիշում, ամենաշատն ենք բաց թողել 14-ը մենք բաց ենք թողնում Պորտուգալիայի հավաքականից։ Հա, եթե նայում ես թվերին, եթե նայում ես արդյունքին, ապա գուցե ոչ մի պրոգրես մենք չենք ապրել ու մենք շարունակում ենք դոփել նույն տեղում, բայց դրական նշույլներ ես շարունակում եմ տեսնել, նույնիսկ այդ նշույլները փոքրիկ են թե ինչ, ես շարունակում եմ տեսնել։ Ես պետք է ասեմ, որ հավաքականում կան հիմա ֆուտբոլիստներ, որոնք իրենց ավելի վստահ են զգում, քան զգում էին, չգիտեմ,
միջև բանը Եղիշե Մելիքյանը, հենց մեկը Հենրի Ավակյանը, հենց մեկը Էրիկ Փիլոյանը, Սերգեյ Մուրադյանը։ Մենք պաշտպանողական կենտրոնն ունենք ընդհանուր երիտասարդ ֆուտբոլիստներով, խաղացողները, որոնք 25-ը նույնիսկ չեն ոլորել։ Պետք է հասկանալ, որ այս խմբում միջին տարիքով մեր հավաքականը ամենաերիտասարդն էր, այնպես որ պետք էր ընդունել այն փաստը, որ սա ուղղակի փորձառություն է մեր ֆուտբոլիստներին, իսկ իրական արդյունքի պետք է սպասել գալիք տարի մինչև դեկտեմբեր, նոր եզրակացություններ կատարել արդյոք Եղիշե Մելիքյանի աշխատանքը Հայաստանի ազգային հավաքականում ստացվում է թե ոչ։ Ես հենց դրան եմ փորձում տանել։ Ես հիշում եմ, մենք բոլորս էլ խոսում ենք, ես խոսել եմ իմ մոտ, ես նշել եմ իմ մոտ, որ միակ տարբերակը, որ ես կխոսեմ Հայաստանի հավաքականից, դա մյուս տարի է։ Հիմա պրոստը պետք է ընդունել, որ Մելիքյանը գլխավոր մարզիչն է, պետք է ադապտացնել հավաքականին իր մտքերի շուրջ ու անցնել այս ցիկլը, որովհետև պարզ էր, որ մենք չէինք խաղալու աշխարհի առաջնության նույնիսկ փլեյոֆում, այլ ոչ թե եզրափակիչ փուլում։ Բացասական է այլ բան, ընկերներ, բացասական է այլ բան ու դա իհարկե շատ ցավալի է ու որը որպես այդպեսին կապ չունի կոնկրետ ազգային հավաքականի հետ։ Մեզ մոտ մեր երկրում շատ լուրջ ձևով անտեսության է մատնված հայկական ֆուտբոլը ու դա փաստ է։ Դա իրականում շատ փաստ է։ Բոլոր երկրներում մարդիկ դավանում են նույն փիլիսոփայությունը։ Ես հարցրել եմ, հավատացեք, ես որ ունեմ միջազգային կապեր, համ մեր թիմը, որ խաղում է միջազգային հանդիպումներ, ես այնտեղ տարբեր մարդկանցից տարբեր բաներ եմ հարցնում ու բոլորը պատասխանում են ու ասում են ինձ միշտ նույն բանը, որը ես շարունակում եմ չհասկանալ, ինչպես մենք չենք կարողանում ընդունել դա ու զարգացում տալ այդ ուղղությամբ։ Ես հարցրել եմ Հունգարիայում, ես հարցրել եմ Բոսնիայում, Էստոնիայում, Չեխիայում, բոլորն ասում են, եթե դու ունենաս ուժեղ առաջնություն, հավանականությունը, որ դու կունենաս ուժեղ ազգային հավաքական կամ ուժեղ երիտասարդական հավաքական մեծանում է։ Ու դա ընդունելի է բոլորի մոտ։ Չկա մի հավաքական, որը հասնում է X արդյունքի, X մրցաշարում կամ X հանդիպումում կամ X ցիկլում, որը ունի թույլ առաջնություն։ Դա փաստ է։ Դա ուղղակի փաստ է։ Իսկ մեզ մոտ Հայաստանի առաջնությունը ամենայն հարգանքով, բայց ամբողջությամբ անտեսված է։ Հայկական ակումբները խաղում են լավ ֆուտբոլ։ Հայկական ակումբները, օրինակ, հենց մեկը մեր հարևաններից, որոնք շարունակում են փառաբանվել մեր ժողովրդի կողմից անհասկանալի պատճառներով, որոնք նույնիսկ չեն էլ նայում խաղը, Վրաստանի հավաքականի ու իրանց հետաքրքիրել չի այդ ամենը, իրենք ուղղակի գիտեն, որ գիտեք ինչ կա, տեսեք, մեզի 9-1 հաղթեցին, իրանք Եվրոպայի առաջնություն են խաղացել, Եվրոպայի առաջնությունում հաղթել են Պորտուգալիային։ Մենք պարտվել ենք Պորտուգալիային 1-9 հաշվով, բայց իրանք հաղթել են 2-0 հաշվով։ Դա տեսնում եք էական ինչ մեծ տարբերություն կա։ Բայց եթե դու դնում նայում ես օրինակ այն ցիկլը, որը խաղացինք մենք ու այն ցիկլը, որը խաղաց Վրաստանի հավաքականը, արդյունքների առումով էական տարբերություն չկա։ Վրաստանի հավաքականը եւս տապալվեց։ Իսկ եթե խոսում ենք ակումբային ֆուտբոլից, ապա ընկերներ, Հայաստանի առաջնության թիմերը շատ ավելի լավն են, քան Վրաստանի առաջնության թիմերը։ Նոան, Արարատ Արմենիան, Փյունիկը, Ուրարտուն, Ալաշկերտը ավելի ուժեղ թիմեր են, քան Վրաստանի առաջնության թիմերը։ Ես ձեզ վստահեցնում եմ, Նոան չի նկատի Դինամո Թբիլիսին։ Արարատ Արմենիան չի նկատի Դինամո Թբիլիսին։ Դա փաստ է։ Բայց դա փաստ է, որը շատ դժվար է ընդունել հայ ֆուտբոլասերի կողմից։ Ինչու, որովհետև երբ որ դու չես հաճախում հանդիպումներին, դու չես հետաքրքրվում Հայաստանի առաջնությունով, դու չգիտես թե ովքեր են հանդես գալիս Հայաստանի առաջնությունից մեր ընտրանու կազմում, ապա դու չես կարող պատկերացում կազմել։ Երբ որ ես գրեցի, որ իմ համար շատ լարված հանդիպում է այսօր լինելու Պորտուգալիայի դեմ, որտեղ Էրիկ Փիլոյանը եւ Նարեկ Աղասարյանը մեկնարկային կազմում են, ես մտա մեկնաբանությունների մոտ, ես 3-4 հոգու տեսա, որը գրած էից որտեղ է խաղում Նարեկ Աղասարյանը, ինչ դիքի ֆուտբոլիստ է Նարեկ Աղասարյանը։ Դա է պատկերը։ Դա է ամբողջական պատկերը, որ երբ որ մենք նույնիսկ տեղյակ չենք, թե ինչ ամպլուայի ֆուտբոլիստներ ունենք կազմում, մենք չենք կարող եզրակացություն անել, որտեղ է, որպես երկրպագու մենք չենք կարող եզրակացություն անել, թե որտեղ է ճիշտ մարզիչը, որտեղ սխալ, որովհետև մենք նույնիսկ մեր ֆուտբոլիստներին չենք ճանաչում։ Մենք ունենք նորմալ առաջնություն, միջին կարգի առաջնություն ուժով, որը ամբողջությամբ անտեսված է։ Մենք ունենք խորապես խնդիրներ, արմատական խնդիրներ մեր երիտասարդական հավաքականների վերաբերյալ, բայց ամբողջությամբ անտեսված է։ Մեզ հետաքրքիր է միայն արդյունքը, մենք չենք փորձում հասկանալ խնդիրը, մենք չենք փորձում ինչ-որ որոշումներ գտնել, չկան ինչ-որ դպրոցներ, չկան ինչ-որ դասեր, մաստեր կլաս, ոչ մի բան մենք չունենք, բայց մենք միած ցանկանում ենք արդյունք։
21-երի կազմում, այ բրավո, բերեցին Սանդերլենդի երիտասարդական հավաքականի տղային Ֆինգեր Ագուսյանին։ Ես ձեզ վստահեցնում եմ, քանի խաղ է պահանջվելու Ֆինգեր Ագուսյանին, որպեսզի նա հիասթափվի Հայաստանի երիտասարդական հավաքականից։ Քանի խաղ է պահանջվելու, որպեսզի մենք հասկանանք, որ գիտեք ինչ կա, Ֆինգեր Ագուսյանը եթե մնաց երիտասարդական հավաքականում, ինքը շատ արագ հրաժարվելու է։ Եկեք բերենք ազգային հավաքական, թող Միքչենդը բզբզա։ Մեկա չունենք հարցակվող։ Նորմալ հարցակվող չունենք, թող դե մեկ է տեսար մի բան ստացվեց։ Ոնց արեցինք Նիկոլաս Կալուկյանի օրոք, ոնց անում ենք Արտուր Միրանյանի օրոք, ոնց ճարահատյալ բերում ենք Հրանտ Լեոն Ռանոսին, որովհետև կենտրոնական հարցակվող չունենք։ Ունենք մեկ հարցակվող, որը հիմա Հայաստանի առաջնությունում նորմալ է հանդես գալիս, դա Արայիկ Էլիյանն է, բայց Արայիկ Էլիյանին մենք շանս չենք տա, որովհետև ինքը մի անգամ շեխարված է կարևոր պահին։ Մենք անտեսում ենք ֆուտբոլը, ընկերներ։ Մենք անտեսում ենք ֆուտբոլը ու մենք ցանկանում ենք, որ հետո մենք ցույց տանք արդյունք ինչ որ, բայց այդպես չի աշխատում։ Այդպես իրոք չի աշխատում։ Ու կարծում եմ, երբ որ մենք քննադատում ենք գլխավոր մարշին, երբ որ մենք քննադատում ենք ֆուտբոլիստներին, երբ որ մենք քննադատում ենք ֆեդերացիային, ինչը ես կողմ եմ, որ մենք քննադատենք, որովհետև փաստացի, եթե ուրիշ ոչ մի բանի ուշադրություն չդարձնենք, ընկերներ։ Նայեք, եթե ուրիշ ինչ-որ բանի մենք ուշադրություն չդարձնենք, 10-ների խայտարակ ելույթներին ուշադրություն չդարձնենք, 21-երի խայտարակ ելույթներին ուշադրություն չդարձնենք, ազգային հավաքականին ուշադրություն չդարձնենք, նրա ելույթներին ուշադրություն չդարձնենք, բայց ուշադրություն դարձնենք միայն այն փաստին, որ գիտեք ինչ կա, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը խոշորագույն հաշվով պարտությունից հետո դուրս եկավ հանրայնորեն հայ լրագրողների մոտից, մեր հայ լրագրողները, ասես գլխով էին անում ինչպես ազգային հավաքականի բանը, գլխավոր մարզիչն ու ավագը, խոստանալով, որ մենք նման արդյունք այլևս չենք տեսնելու, ու մենք գալիս եմ մի պահ, որ տեսնում ենք նույն տարում մի քանի ամիս անց տեսնում ենք նույն արդյունքը, ընկերներ, ուրեմն հարցեր կան ու քննադատության արժանի է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, բայց միթե մենք էլ արժանի չենք քննադատության, որ մենք անտեսում ենք ֆուտբոլը։ Մենք անտեսում ենք մեր սիրելի սպորտաձևը։ Մենք անտեսում ենք մի սպորտաձև, որը մեզ ուրախություն է պարգևում։ Մենք անտեսում ենք մի սպորտաձևի զարգացում, որը ըստ մեզ պետք է շատ ճանաչելի դարձնի մեր երկիրը։ Իսկ ուր են այդ մտահոգ մարդիկ, երբ որ խոսքը գնում է Հայաստանի առաջնության զարգացման մասին, երբ որ խոսքը գնում է մասսայականացման մասին։ Ես չեմ խոսում մանկապատանեկան ֆուտբոլի մասին, որովհետև դա դարձել է ինչ-որ շաբլոն միտք, շաբլոն խոսակցություն, որ պետք է ավելի լավը լինի մանկապատանեկան ֆուտբոլը, որ մենք ունենանք լավ պետություն։ Ընկերներ, այնքան բան է պետք ունենալու համար լավ պետություն, այնքան բանում ենք մենք թերանում, որ կարծում եմ դա անթիվ ու անհամար է։ Բայց երբ որ ես խոսում եմ ֆուտբոլից, ես կարող եմ ասել, որ մենք անտեսում ենք հայ սպորտաձևը։ Ու ես ամբողջությամբ կարող եմ հիմնավորել իմ ասածները, դեբատներով, ինչպես կցանկանաք։ Հայաստանի հավաքականի ձախողումը, այսինքն ձախողում էլ չի, հասկանում եք, երբ որ մենք ունենայինք նպատակ դուրս գալու երկրորդ հորիզոնականով կամ հաղթելու օրինակ խմբում 3 հանդիպում, ու մենք դա չկարողանայինք անենք օբյեկտիվորեն, մենք կարող ենք ասել, որ Հայաստանի հավաքականը ձախողվեց, բայց մենք ուղղակի իմ այս պայդրությամբ գտնվում ենք այնպիսի մի մակարդակի վրա, որ մենք նույնիսկ նպատակ չունենք։ Դրեք Եղիշե Մելիքյանին կամ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին հարցրեք, ասեք, օրինակ այս ցիկլում ո՞րն էր Հայաստանի ազգային հավաքականի նպատակը։ Ես վստահ չեմ, որ մենք կգտնենք ստույգ պատասխան կամ կլսենք ստույգ պատասխան։ Ես հենց հիմա մտածեցի, ասենք, ո՞րն էր նպատակը Հայաստանի հավաքականի։ Բալանսավորել կազմը, դարձնել մի փոքր ավելի մարտունակ, փորձել ձեռագիր մտցնել թիմի խաղի մեջ։ Ես ինչ որ չափով, որպես Եղիշե Մելիքյանի աջակցություն կարող եմ գտնել պատասխաններ, հա։ Ու եթե ես ունեմ նման հարցադրումներ, ես կարող եմ ունենալ դրական պատասխաններ, որովհետև ձեռագիր նկատում եմ, ես փորձում եմ տեսնել, ես ինչ որ չափով նկատում եմ, թե ինչ է ուզում խաղալ Եղիշե Մելիքյանը։ Եթե նայում ենք բալանս բերելուն, այո, պարոն Մելիքյանը փորձում է ինչ որ բալանսի բերել հավաքականը։ Բայց ո՞րն էր օբյեկտիվ նպատակը։ 2025 թվականի, ոչ թե այս ցիկլի, 2025 թվականի նպատակը ո՞րն էր Հայաստանի ազգային հավաքականի։ Պարտվել Կոսովոյին 5-2, չէ։ Պարտվել 9-1 հաշվով Վրաստանին, չեմ կարծում։ Շարունակաբար ցավացնել երկրպագուներին եւս չեմ կարծում, բայց ո՞րն էր նպատակը։ Ես իրականում հենց դա եմ ուզում հասկանալ ու գտնել ինքս իմ մեջ։ Մյուս տարի արդեն պետք է պահանջել արդյունք, որովհետև
անցավ ժամանակահատված, Եղիշե Մելիքյանը իր մարշչական շտաբի հետ հասկացավ ինչ է ընդունակ մեր թիմը։ Այո, այդ խաղային ասուլիսին Եղիշե Մելիքյանը շատ պարզ ասեց, մենք ուղղակի պետք է գիտակցենք, մենք պետք է հասկանանք ու անցնենք առաջ, որ մենք այն հավաքականը չենք, որը կարող է մրցել top թիմերի դեմ։ Մենք ուղղակի այդ հավաքականը չենք, մենք պրոստը պետք է ընդգծենք սահմանը մեր ուժերի ու փորձենք հասկանանք, թե ինչպես կարող ենք առավելագույնը քաղել այդ սահմանների մեջ։ Պորտուգալիայի հետ ոչ ոքի խաղալը կամ Հունգարիայի հետ հաղթելը Հունգարիային կամ ոչ ոքի խաղալը ընկերներ, դա գերագնահատել է սեփական ուժերը, չգիտակցելով թե մենք ինչի ենք ընդունակ։ Մենք հաղթեցինք Իռլանդիայի հավաքականին, բրավո, մենք հաղթեցինք էմոցիոնալ ասպեկտում դու կարող ես 10 խաղերից հաղթել մեկում, առավելագույնս 2-ում։ Մնացած 8 խաղերում դու պետք է որակապես գոնե նույն մակարդակի լինես։ Իսկ մենք որակապես ոչ իռլանդացիների, ոչ հունգարացիների, ոչ էլ առավել եւս պորտուգալացիների մակարդակին ենք։ Տղաները նվիրվում էին, տղաները տալիս էին իրենց առավելագույնը։ Դա պարզ երևում էր խաղերում, բայց դա քիչ է։ Բայց այլ բան է ճանաչել ազգային հավաքականին ինչ որ չափով հոգեպես մոտիվացիոն առումով, ուրիշ բան է ինչ հասկանալ քո ուժերը, ինչքանով ես դու պատրաստ ու ինչքանով դու կարող ես չթերագնահատել մրցակցին։ Ամենայն հարգանքով օրինակ Ժիրայր Շաղոյանի ու Արտուր Սերոփյանի նկատմամբ ես այդ տղաներին շատ եմ սիրում, ես գիտեմ իրանց, ես շփվում եմ իրանց հետ եւ թիմերը հանդիպում են միմյանց դեմ, հա, բայց կներեք ընկերներ, բայց չգիտեմ մեկ շարժումով կանգնած դիրքից փորձել շրջանցել Նելսոն Սեմեդուին կամ Ռաֆայել Լեաոին, դա ուղղակի կրակել սեփական ոտքին։ Այդպես դու չես կարող։ Դու պետք է այնքան շատ աշխատես, որ դու հնարավորություն ունենաս ընդհանրապես նույնիսկ արագության տակ շրջանցելու Ռաֆայել Լեաոին, այլ ոչ թե կանգնած դիրքից։ Գլխավոր բանը, որին պետք է ուշադրություն դարձնի Եղիշե Մելիքյանը առաջիկա 7-8 ամիսների ընթացքում, որից հետո մենք պետք է արդեն պահանջենք արդյունք, դա ֆուտբոլիստներին հասկացնել այն սահմանները իրենց ուժերի, որ իրենք ունեն, ու պետք է այդ սահմանների մեջ քաղել առավելագույնը։ Ու պետք է ուղղակի փորձել ավելի շատ ուշադրություն դարձնել Հայաստանի առաջնությանը։ Ու դա չի վերաբերում ֆուտբոլի ֆեդերացիային կամ բանին։ Գլխավոր մարզչին։ Դա վերաբերում է մեզ ֆուտբոլասերներից։ Որքան մենք շատ աջակցենք, որքան ֆուտբոլիստները լցված ստադիոնում խաղան, այդքան իրենց համար ավելի հեշտ է լինելու խաղալ միջազգային ասպարեզում։ Իսկ այն, ինչը մենք տեսանք այս ցիկլի ընթացքում, դա վառ խնդիրների բացատրությունն էր, լավ sense ասեմ։ Խնդիրների բացատրությունն էր, թե ինչու կան այդ խնդիրները։ Քննադատել Եղիշե Մելիքյանին կամ քննադատել ֆուտբոլիստներին իհարկե չեմ պատրաստվում, որովհետև իրանք հայտնվել են մի իրավիճակում, որտեղ ուղղակի պետք էր պատվով դուրս գալ։ Որոշ հանդիպումներում ստացվեց, որոշ հանդիպումներում ոչ։ Դա իհարկե ֆուտբոլ է, ամեն ինչ կարող է պատահել։ Հիմա արդեն սպասենք։ Հիմա եկավ ժամանակը սպասելու։ Եկավ ժամանակը սպասելու ու հասկանալու, թե ինչ կարող է անել Եղիշե Մելիքյանը գլխավոր մարզչի օրոք ու ինչ կարող է անել նրա մարզչական շտաբը։ Մնացածը արդեն երբ որ գա սեպտեմբեր, հոկտեմբերը, այդ ժամանակ կարող ենք պահանջել թե Մելիքյանի հրաժարականը, թե նրա ցուցադրած աշխատանքը, նրա կատարած աշխատանքն ավելի շատ։ Այդ ժամանակ կարող ենք պահանջել։ Հիմա խոսել Պորտուգալիայի, Հունգարիայի, Իռլանդիայի դեմ անհատական հանդիպումներից պետք չէ։ Ուղղակի պետք է հասկանալ, որ սա էր մեր ուժը։ Սա են սահմանները, որոնք մենք ամեն անգամ տեսնում ենք, բայց 1-2 լավ խաղի, մեկ լավ արդյունքից հետո մենք շատ արագ այդ սահմանները մոռանում ենք ու գնում ենք ինչ-որ Հունգարիայի, Պորտուգալիայի դեմ հաղթանակների ու ոչ ոքիների հետևից, չհիշելով կամ չհասկանալով, չգիտակցելով, որ մեր հավաքականը իրոք այդ մակարդակի չէ։ Այսօրվա մարեսքան ընկերներ, շնորհակալություն տեսանյութը դիտելու համար, բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, սեղմեք այն զանգուլակի կոճակը, որպեսզի նոր տեսանյութերը հրապարակելիս դուք ստանաք առաջինը նորություն, հետևեք ինձ սոցիալական հարթակներում, Instagram-ում, Telegram-ում, հղումը թողում եմ նկարագրության բաժնում, իսկ մենք արդեն կհանդիպենք քննարկելու ակումբային ֆուտբոլը։ Այնտեղ հավատացեք պակաս ինտրիգներ չկան։ Լիվերպուլ, Սիթի, Մադրիդի Ռեալ խոսալու բան կունենանք։ Այսօրվա համար այսքանը։ Տեսեք Գևորգներ, հաջողություն։